է կանգնած սննդի բարձր գների հետևում եւ ինչպես կրճատել քաղաքացիների ծախսերը։ Կառավարության աշխատակազմում այս հարցի շուրջ քննարկումը տևեց մի քանի ժամ։ Վարչապետը հանդիպեց դիստրիբուցիայի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կոբախիձեն հանդիպման ժամանակ նշեց, որ նախնական ուսումնասիրության համաձայն Վրաստանում գնաճը միջինում կազմում է 86%, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։ Ահա թե ինչու ըստ կառավարության ղեկավարի հանձնաժողովի նպատակն է համապատասխան կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշել, թե ինչպես է գործում գնագոյացման շուկան եւ որտեղ կա գների իջեցման տեղ։ Նշենք, հաջորդ շաբաթվանից նմանատիպ հանդիպումներ կանցկացվեն սննդամթերք արտադրողների, ինչպես նաև դեղագործական ընկերությունների հետ։ Կառավարության աշխատակազմում հանձնաժողովի նիստին մասնակցել են դիստրիբուցիայի ասոցիացիայի ղեկավարը եւ 15 դիստրիբուցիոն ընկերությունների ներկայացուցիչներ։ Ասոցիացիայի ղեկավարը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ ապրանքները մաքսային տեղափոխելուց բացի կա լրացուցիչ խոշոր ծախսեր, որոնք էական ազդեցություն ունեն գնի վրա։ Լաշա Ռիժամաձեի խոսքով տեղական արտադրողներն ու դիստրիբուցիոն ընկերությունները չեն կարող որոշել շուկայում առկա պայմանները։ Նա գնորդին անվանել է զգալի իշխանության տեր։ Բացի այդ, նրա խոսքով հարցի կարգավորումը չի լուծի խնդիրը, չնայած այն դրական դեր կխաղա։ Դիստրիբուցիոն ընկերությունները հույս ունեն, որ գործընթացները կզարգանան այնպես, որ ոչ մի դիստրիբուցիոն ընկերություն չի տուժի։ Արդեն երկրորդ օրն է վարչապետի հակառակորդների հետ բանավեճեր անցկացնելու նախաձեռնությունը մնում է քննարկման թեմա։ Ընդդիմությունը պատրաստ է իշխող թիմի հետ բանավեճերի։ Հանուն փոփոխությունների կոալիցիայի առաջնորդներից Զուրաբ Գիրչի Ջափարիձեն նշում է, որ տարիներ շարունակ կոչ է արել Իրակլի Կոբախիձեին բանավեճեր անցկացնել։ Ազգային շարժումը նույնպես հայտնում է իր պատրաստակամության մասին, սակայն նշում, որ քաղաքական բանավեճերը պահանջում են ոչ թե հայտարարություններ, այլ կոնկրետ քայլեր, նոր ընտրություններ նշանակում եւ քաղաքական գործիչների ազատ արձակում բանդից։ Գախարյա հանուն Վրաստանի կուսակցության ներկայացուցիչները մերժում են ընդդիմության բացասական հայտարարությունները։ Գյորգի Գախարյայի հետաքննչական հանձնաժողովի նիստին ներկայանալու վերաբերյալ սակայն պատրաստ են մասնակցել բանավեճին։ Ստրասբուրգի դատարանը սկսել է քննարկել երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ներկայացված բողոքները։ Այս մասին այսօրվա կայացած ճեպազրույցի ժամանակ խոսել է երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավարը։ Ըստ ասոցիացիայի Ստրասբուրգի դատարանը կարող է գործին շնորհել էական ազդեցություն ունեցող գործի կարգավիճակ։ Ճեպազրույցի ժամանակ ասվել է, որ հայցը կենտրոնացված է մի քանի հարցերի վրա, այդ թվում այն մասին, թե արդյոք խորհրդարանական ընտրությունների օրը խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Հասարակական կազմակերպությունը նաև հարցեր ունի ընտրությունների օրը օգտագործված քվեաթերթիկների որակի վերաբերյալ։ 8 կուսակցություն, 1 փաստաթուղթ։ Ընդդիմությունը շարունակում է աշխատել կոնսենսուսի փաստաթղթի վրա։ Փաստաթուղթը կմիավորի տարբեր կուսակցություններին մեկ միասնական ծրագրի շուրջ։ Նպատակն է ստեղծել խոշոր այլընտրանքային ուժ։ Նշված 8 կուսակցությունների ներկայացուցիչները լավատեսորեն են տրամադրված միավորման նոր փորձի նկատմամբ եւ ասում են, որ կկարողանան համաձայնության գալ պայքարի հիմնական ռազմավարության շուրջ։ Վրացական երազանքում նրանք տարբեր կերպ են մտածում։ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված 15 անձի դատավարությունը։ Մեղադրող կողմը ուսումնասիրեց ապացույցները։ Այսօրվա դատավարության ժամանակ դատախազությունը որպես վկա հարցաքննեց 5 փորձագետի։ Մեղադրյալների մեծ մասը չէր ներկայացել դատավարությանը, դրա պատճառը նախորդ նիստում մյուս մեղադրյալների անունից մեղադրյալներից մեկի Կախաբեր Մժավանաձեի կողմից կարդացված հայտարարությունն է, որտեղ նրանք պահանջում են հարցաքննել Իրակլի Կոբախիձեին։ Տեղեկության համար ձերբակալվածներին խմբող մեղադրանք է առաջադրվել ռազմավարական եւ հատուկ նշանակության օբյեկտներ գրավելու եւ շրջափակելու փորձ կատարելու համար։
Գյորգի Վաշաձեն լքեց Ռուսթավիի բանդը։ Շինարարի ռազմավարության առաջնորդին բանդում դիմավորեցին նրա ընտանիքի անդամները եւ կողմնակիցները։ 7-ամսյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Գյորգի Վաշաձեն հայտնում է, որ կշարունակի իր պայքարը եւ պատրաստ է բանավեճել վարչապետի հետ։ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցավ էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախկին փոխնախարարի Ռոմեո Միքաուտաձեի դատավարությունը։ Դատական նիստում պետք է հարցաքննվեն մեղադրանքի 6 վկաներ, սակայն Միքաուտաձեն եւ նրա փաստաբանները չվիճարկեցին այս անձանց հարցաքննության փուլում տված ցուցմունքները, ուստի վկաները չհարցաքննվեցին։ Դատավարության ընթացքում վերանայվեց նաև Ռոմեո Միքաուտաձեի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մնաց կալանքի տակ։ Միքաուտաձեի մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որը զուգորդվել է առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալու հետ։ Նրա մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 12 տարի ազատազրկում։ Քննչական մարմինները կուսումնասիրեն հոգեմետ դեղամիջոցների անօրինական տրամադրման փաստերը։ Առողջապահության նախարարությունը հրապարակում է տեղեկատվությունը։ Խոսքը բժիշկների մասին է, որոնք հոգեմետ դեղամիջոցների դեղատոմսեր են տվել առանց հիմնավորման, ախտորոշման եւ հիվանդի հետ խորհրդակցության։ Գործակալությունը նշում է, որ որոշ դեպքերում հոգեմետ դեղամիջոցների դեղատոմս է տվել համապատասխան թույլտվություն չունեցող բժիշկը։ Նախարարության տվյալներով եղել են դեպքեր, երբ դեղամիջոցը տրամադրվել է օրինական դեղաչափից 2-3 անգամ ավելի քանակությամբ։ Սննդի ազգային գործակալությունը տարածել է հայտարարություն։ Հայտարարությունում նշվում է, որ գործակալությունը հետաքննություն է սկսել ներմուծված պիկոտ մանկական սննդի վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքներին, որ գործակալությունը Եվրոպական հանձնաժողովի արագ ահազանգման համակարգի միջոցով սննդի վերաբերյալ պաշտոնական ծանուցում չի ստացել, հաշվի առնելով առավելագույն նախազգուշական միջոցները, գործակալությունը վերսկսում է վաճառքի ցանցից որոշակի խմբաքանակների դուրսբերումը։ Սրանք այն խմբաքանակներն են, որոնց սերիաները դուք տեսնում եք էկրանին։ Գործակալությունը կոչ է անում նշված խմբաքանակներից ապրանքներ գնած սպառողներին չօգտագործել դրանք, ասվում է Սննդի ազգային գործակալության հայտարարության մեջ։ Start-up Bootcamp եվրոպական խոշոր աքսելերատորը սկսել է տեղական ստարտափների վերապատրաստումը։ Անցյալ տարի մրցույթին ներկայացված ավելի քան 1200 հայտերից ընտրվել է 40-ը։ Նրանց համար կսկսվի աքսելերացիայի ծրագրի առաջին փուլը։ Fooder Market Fit-ը, որը ներառում է 2 ամսվա ինտենսիվ վերապատրաստում եւ մոնիթորինգ։ Երկիրը մուտք գործել ընդհանուր առմամբ 4 միջազգային աքսելերատոր, որոնք հաղթել են Վրաստանի կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթը։ Ծրագրի նպատակն է մշակել նորարարական տեխնոլոգիաներ եւ հաստատել վրացական ընկերությունները միջազգային շուկայում։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևաս Սոխաձեն եւ Աջարիայի կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին ծանոթացան Աջարիայում ենթակառուցվածքային նախագծերի ընթացքին։ Քոբուլեթիում նրանք քննարկեցին քաղաքային զարգացման հիմնադրամի կողմից նախատեսված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի եւ Խուցուբանի գյուղում նոր ռեգբիի մարզադաշտի նախագծերը։ Բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի նախագծային աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2026 թվականի ամռանը։ Նախագիծը ներառում է 500 հանդիսատեսի համար նախատեսված մարզական ենթակառուցվածքներ, լողավազաններ, մարզասրահ եւ մշակութային ճանաչողական տարածքներ։ Ռեդիսոն հյուրանոցում տեղի ունեցավ Թբիլիսի հաջողակ մարզիկների պարգևատրման արարողությունը։ Աշխարհի եւ եվրոպացի առաջնություններում բացառիկ հաջողությունների հասած ընդհանուր առմամբ 236 մարզիկ պարգևատրվեց։ Մայրաքաղաքի կառավարությունը նրանց դրամական մրցանակներ շնորհեց։ Միջոցառումը ամեն տարի անցկացվում է 2018 թվականից ի վեր, կազմակերպվում է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից։